Բարոյց հարգելի ավարտաններ, այսօր 2025 թվականի մարտի 15-ին հավաքանում երթական լիստն է, որակակի ծանոթ կարող այպակել որի առարկություն եթե չկա, ովքեր են գող որակարգ հաստատելուն, դեն չկա ձևնքան չկա անցնի որակարգի առաջի արդին, Այսօր հանրության Սյունիքի մարզի քաջան ամանք 2024 թվականի տարեկան աշխատանքային պլան իրականացման վերաբերյալ հաշվետվություն հաստատելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մարմինների օրենքի 18 հոդվածի 4.1 կետի դրույթներով և ՏԻՄ օրենքի 82-րդ հոդվածի 6 կետի դրույթներով ձեր հաստատմանն եմ ներկայացնում 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի կատարման հաշվետվության նախագիծը։ Ինչպես գիտենք, 24 թվականին ավելի շատ մեծ ծրագրեր են նախատեսված, բայց ծրագրերից մի քանիսը չեն իրականացվել զուտ, այսինքն սուբվենցիոն հայտերը գտնվում են միջգերտիչական հանձնաժողովի քննարկմանը չեն բացասական բան չեն ստացել, բայց դեռ քննարկվում են, հուսանք այս տարի կհաստատվեն, այդ ծրագրերն էլ կիրականացվեն, դրանք էին բազմաբնակարան շենքերի գույքի սեփականության նորոգումը, դա Քաջարյանի համայնքի սելավատարի նորոգումն էր, դա Լեռնաձոր գյուղի համայնքի կենտրոնի նորոգումն էր, այս ծրագրերը չեն իրականացվել, բայց արդեն ունենք իրականացված ծրագրեր, դրանք են Գեղի վարչական շենքի տարածքի վերանորոգում, մի մաս իրականացվել է, մյուս մասը արդեն այս տարի է իրականացվել ուսումնական կազմակերպության աջակցության շնորհիվ Աբովյան փողոցի բակերի հիմնանորոգում, Գայի փողոցի հիմնանորոգում, Գետափնյա Խանջյան փողոցի բակերի հիմնանորոգում, որոնք ևս իրականացվել են համայնքային ենթակառուցվածքների պահպանման և շահագործման ոլորտում նախատեսված է եղել փողոցների լուսավորություն, փողոցների գծանշում, հանրային տարածքների գույքի պահպանություն, աշխատանքների համար նախատեսված է եղել 40 միլիոն, ծախսվել է 46.7 միլիոն, աղբանության սանիտարական մաքրման բնագավառում նախատեսված է եղել 150 միլիոն, ծախսվել է 170 միլիոն, իրականացվել է Կավճուտի խմելու ջրագծի համակարգի կառուցումը, համայնք մասնադոնոր կազմակերպություն համագործակցությամբ շնորհիվ, տրանսպորտի բնագավառում իրականացրել ենք Լեռնաձոր Կաթնարատ Փուխրուտ ճանապարհի հիմնանորոգում, ճանապարհների հիմնանորոգում Քաջարյանց գյուղում, Գեղի ճանապարհի հիմնանորոգում, կանգառասարահների հիմնանորոգում, այստեղ միայն չենք կարողացել էլի հայտը գտնվում է միջգերտիչական հանձնաժողովի բանում, այսինքն գնահատման փուլում է գտնվում, դա Լեռնաձոր Անդոկավան, Գեղի Գետիշեն, Կավճուտ գյուղերի փողոցների նորոգումն է սալարկմամբ, ինձ թվում է նախագիծը արդեն կհաստատվի այս տարի, գյուղատնտեսության բնագավառում ունենք գյուղատնտեսական մեքենաների սարքավորումների ձեռքբերում, որ իրականացվել է տրանսպորտային սարքավորումների ձեռքբերում և իրականացվել է մասնագիտական ծառայություններ և այստեղ գյուղատնտեսական սարքավորումների մեքենաների մարզպասարկման կետի կառուցում Գեղիում աշխատանքները սկսվել են այս տարի կիրականացվի, նախորդ տարի չենք կարողացել իրականացնել։ Կրթության բնագավառում նախադպրոցական կրթություն, այստեղ մանկապարտեզի կառուցումը առաջին փուլը կատարվել է, երկրորդ փուլը այս տարի է կատարվում և նախադպրոցական կրթության ծառայությունների մատուցում նախատեսված է եղել 124 միլիոն, ծախսվել է 123 միլիոն, արտադպրոցական դաստիարակության բնագավառում այստեղ նախատեսված է եղել 160 միլիոն, ծախսվել է 152 միլիոն և մշակույթի բնագավառում ունենք 55 միլիոն ողջ 8 միլիոն նախատեսված է եղել, ծախսվել է 26.44 միլիոն, սոցիալական աջակցությունը 4.3 միլիոն նախատեսված եղել, ծախսվել է 3.35 միլիոն, ընդհանուր առմամբ նախատեսված է եղել 3.55 միլիոն դրամի աշխատանքներ, որոնցից իրականացվել է 1.839 միլիոնի աշխատանքներ, որից 989 միլիոնը դա համայնքային բյուջեից է եղել, 704 միլիոնը պետական և 145 միլիոն զոնալ կազմակերպություններից և մասնավոր հատվածից ստացված աջակցություններից։ Շնորհակալություն։ Բայց ես ուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել։ Դուք մի քիչ առաջ նշեցիք
ես ամոզված եմ, որ նույնացել նավախաններն ես տալիս միջգյուղական ճանապարհների բարեկարգումների կապված, որը 2024 թվականին մենք հստակ նախագիծ ներկայացրել ենք կառավարության հաստատմանը։ Դեռ մինչև այսօր չեն հաստատել։ Որոշակի փոփոխություններ են կարել։ Նախագիծը մենք պատվիրել ենք սալիկը, բայց մենք հետո փոփոխություն ենք արել, որ հաստատում ենք ճանապարհները։ Բայց մինչև այսօր չկա։ Ես ասելուց հետևյալն է, որ բնականաբար գյուղական ներկայացի բնակիչների կողմից այդ արձագանքը հաստատամոզված են, որ նույն ձևերից ձեզ են դիմում, բայց ասելուց մի հետևյալն է, որ դուք պատասխան, համայնքը պատասխան։ Բայց մինչև այսօր դեռ չկա պատասխան։ Նույնը մեր ինձ համայնքապետարանի կողքին է սերևատարն է, որը շատ անպահող վիճակ է, և ինքը այո շուտապույտ ինքը վերանորոգման աշխատանքներ է պահանջում։ Նույնպես սերևատարների հետ կապված խնդիրները անհասկանալ ինչ պատճառով որ Ուզում ասեմ, որ ուտել եմ կտելի, որ բնակիչների դիրել ժամանակ հստակ հարացում են ու աստված առաջնակ, կարծում եմ, որ գլնի ստարացկային խոսեցի, ասացին դեռ քննարկման մեզ ուսման կապված չկարին, աստատին ավելի են։ Կա նարացում, կա ռազմություններ, չկա ովքեր են կողմ, դեն չկա ձեղնված չկա կողմնակի կողմնակցին, կազմակերպությունների կողմից աջակցող բարակիների քաջակցության կատարող մասնակցների ծախսման և 2024 թվականի իրականացված ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն աշխատելու մասին։ Հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր տարի վճարված ռոյալթիներից մասհանումներ է արվում համայնքների։ Հիմա ներկայացնում եմ 2024 թվականի մասհանումներից ստացված ծրագրի վերաբերյալ հաշվետվությունը 2024 թվականին ունեիք նախատեսած 190 միլիոն 63,600 դրամ, որի համար նախատեսած միջոցառումներ ունեինք, իրականացվել է մեքենասարքավորների ձեռքբերում, 2 տրակտոր, 18 միլիոն 545,000-ի, գյուղատնտեսական մեքենասարքավորների տեխնիկական սպասարկման կայանի կառուցում, այս պահը ինքը շինական աշխատանքների ընթացքի մեջ են, և ընդհանուր գումարը և նախագծային հաստատներ և հսկողություն 26 միլիոն 801,300։ Երրորդ միջոցառումը դա ամենախոշոր միջոցառումն էր Շիրազանդե փողոցի զբոսայգու կառուցման, վերակառուցման աշխատանքներ, դրա համար նույնպես նախատեսված և ընթացքի մեջ 492 միլիոն 820,000 կարգի է։ Շիրազանդե փողոցի համար նախատեսած մնացած գումարը նախատեսում եք վճարել 2025 թվականի նախատեսած ռոյալթիներից մասհանումներ անելու դեպքում պետական բյուջեից ունենք արդեն սահմանված գումար, նախատեսած են արդեն մասհանումներ անել համայնքին, ազգակիր համայնքներին 277 միլիոն կարգի, որը հենց ընդհանուր ուղղվելու է Շիրազանդե զբոսայգու վերակառուցման ծախսերի համար։ Հիմա հաշվետվությամբ նախատեսված աշխատանքներից փաստացի վճարվել է 21 միլիոն 575,000, մնացած գումարը ունենք նախատեսած, ընթացի կատարողականի հիման վրա կարգարվի վճարումներ։ Իսկ այս պահին մինչև հիմա ինչ արվել է, դրանք պետք է ներկայացվի հաստատման հաշվետվության տեսքով։ Ինչ են կարել։ Երկու մեքենասարքավորների ձեռք բերել տրակտորներ,
մեքենա սարքավորների կայանի վերակառուցում է արվել ու մեկ է Շիրազանդե փողոցի զբոսայգու Գեղին, հա։ Ընդհանուր 26 միլիոն 801,700։ Գիտեք, չէ գերի կա, բանց։ Մեքենա սարքավորների կայան։ Մեկ այցել եք։ Հա, Չէ, լավ բան։ տարակտորները հետի կարան, չի որ։ Մենակ տրակտորներ։ Այցել եք։ Կանտես։ Ես հաջողակ գերացել եմ, Դու բարձրանում տանավոր եմ ասել։ Անցածավականներն ամոնք ասել։ Ես լավ իմ որ դեպի քաջոթի նա հասկանա։ Ինչ ասեմ դիոլոգ չկա։ Կարա հարցել։ Չկա, ովքեր են կողմ։ Եմ չկա ձեռոպար չկա անձնիկորակարգ երողացին։ Անշաշլույթի անհատից օգտագործման պայմանավորում փոփոխություն կատարելու մասին։ Հիմք ընդունելով ներառում Հայաստան կրթական և սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահ Սուզաննա Պետրոսյանի համայնքին ուղղված գրությունը, որում նշվում է, որ կազմակերպությունը պատրաստվում է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պետական հավաստագիր ստանալու նպատակով, որը խթան կհանդիսանա իրենց կողմից ստանալու դրամաշնորհներ և հնարավորություն կունենան ապահովել համայնքում ուրեմն սոցիալ-հոգեբանական և զարգացման ծառայությունների շարունակականությունը, ուրեմն հաշվի առնելով վերագրյալը Սուզաննա Պետրոսյանի կողմից գրությամբ խնդրվել է, որպեսզի ժամանակին 1 տարով կնքված անհատույց օգտագործման պայմանագիրը երկարացվի 5 տարով, ցիկը պայմանագրում նշվի, ըստ այդմ, հա, 1 տարի փոխարեն նշվելու է 5 տարի ժամկետով, որպեսզի կարողանան իրենք դիմել նախարարության դրամաշնորհներ ստանալու և համայնքում տվյալ աշխատանքները շարունակական իրականացնելու։ Ուրեմն 2025 թվականի հունվարի 13-ին կնքված անշարժ անհատույց օգտագործման պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունը, պայմանագրի 1.5-րդ կետում կատարել փոփոխություն և շարադրել հետևյալ կետ։ Սույն պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով։ Ինքը շատ լավ Ճիշտ ասած, մենք մի տարով ենք ուշում, որ ես ասինս իրենց գործունեությանը ծանր տանալու, բայց ոնց որ համաձայն չեմ 5 տարով Դարձել կամ մի տարի բայց և կարևոր կատարում մեր աշխատանք համանքի կանտրեցել մեկ էլ շարդրված Ես իրենց գրությունը բերել եմ, եթե կարիք կա կարող են Չէ, ծանոթ են, բայց որ իրենց Չհասկացա ինչ իրենց տրանսպորտությունը Որտեղ ավտոբուսները ետել են հանդիպել։ ներողություն դենաս հանդիպության մենք հաջողան երեխեքի կապ չէ ոնց են չէ ասում Չէ, որ անհրաժեշտ տարինում գնում ենք Հիմա ես ավելի լավ կա տրանսպորտ ասում տրանսպորտ ես մեկը դուրսի տրանսպորտ Չէ, վիճակին այդ ամեն ինչը կապան տանելու հիմա կապանի փոխարեն բերեմ ենք հիմա քաջորում հիմա պայմաններ եք ստեղծում հիմա հիմա ճիշտ է տրանսպորտ Իչերը չկա ժամը տրանսպորտացնել բրոցի ավտոբուսները Անվճար ծառայություններ են կապ Դա ես հապ չեմ կարատարում ոչ էլ մեզ հետ հնարավորություն ոչ էլ կիմեքյանից Հոգեբաներ են ներու, լոգոպեդներ Նրանք եկել Հետո երեխաներին տեղափոխելու Հələ չունեն տենց, որտեղ ես եսել եմ համքերի լավներ իրական իրականստակ
ուղղակի շրջանակում այդ խմբավորում են իրանք, համակարգում են, այդպես քանակ չկա։ Մի մասը նայից է։ Իրանք էլ են բերում։ Հա, երկու հաշվապուր շատ կա։ Դե կաշկատի կաշկատի։ Շատ ապարա, ես էմորացն ավելային դարվեսում, Ովքեր են կողմարգերը ապրում։ Են չկա ձերեկա չկա, անցնենք որակարգի չողքացին, Հայաստան Հանրապետության Մարզիկ Քաջարյան համայնքի սեփականություն հանդիսացող Քաղաք Քաջարյանի պատմություն փողոցի 5 ասել ոչափույթի վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։ Հաշվի առնելով լեռնագործների արարողատուն ՍՊ ընկերության գրությունը, որը նախատեսվում է Քաջարյան համայնքի սեփականություն հանդիսացող Բաքունցի փողոցի 5 հասցեին գտնվող հանդիսությունների սրահը 5 տարի ժամկետով ամսական 154,000 դրամ ամսական վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել լեռնագործների արարողատուն ՍՊ-ին հանգստի, հիշատակի, տոնական և հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու նպատակով։ Ամսական 154,000 դրամ։ Ինգյորդ հարցը կանցքանի Հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սասուն Զավիթի Խաչատրյանի դիմումը, Քաջարյան քաղաքի Գայ փողոց 2/20 հասցեին գտնվող տարածքը նույնպես 5 տարի ժամկետով ամսական 50,000 դրամ վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել անհատ ձեռներեց Սասուն Զավիթի Խաչատրյանին հանգստի, հիշատակի, տոնական և հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու նպատակով։ 50,000 դրամ մակերեսների Ովքեր են ով դեմ չկա, ձերոպատ չկա, ասենք որակարգի 6-րդ հարցի Քաջարյան համայնքի սեփականություն հանդիսացող Քաջարյան համայնքի գեղեցկուհուն գտնվող համալսարանական սակարկություններով վարձակալություն իրավունքով տրամադրելու մասին։ Քաջարյան համայնքի գեղի բնակավայրում 0.233 հեկտար վարելահողը 25 տարի ժամկետով հրապարակային սակարկություններով վարձակալության օգտագործման տրամադրելու սահմանելով տարեկան 21,000 դրամ վարձավճար Դա հավաքան գործում լվազագույն սահմանն է, ես նշել եմ, եթե հավաքանները առարկի կարժեք դրանից բացել։ Դա լվազագույն շել, կադաստրային արժեքի 15%-ի չափով, ինչպես սահմանել են, ասենք տոկոսը կբարձրացնել Նպատակային նշանակություն։ Վարելահողը 2330 քառակուսի մետր է, հողամասը մասնավորեցող հողամասերի ցանկում է, չմասնավորեցող, են վարձակալության իրավունքով կարող են տրամադրել, դրա համար մրցույթով հրապարակային սակարկություններով նախատեսվում է վարձակալության տրամադրել 25 տարի ժամկետով։ Այդ որպես ինչ է, էլի օգտագործում, եթե հողը կհան Դե հիմա մենք պետք է ցանկացած ամեն ինչի դիմաբարելանողը աննպատակային չեն դրսում։ Բարելանողը ինչ կա։ Նույնիսկ բարելավեցին մեր դեպքում
կեսը դա ճիշտ ասած ես տղաներ քայլած տղաներ եզին են նշանակում մեր ծառապում եւ այլն այգում Այսա հետագայում կարի չկոց տոմատ օրինակի Կողմերի համարությամբ կարող են Այդ ստացվում է, չի ստացվում Չէ, ես հաշել, ես նկատի չունեմ ընդհանուր Եթե ծառատով բեն անորմալ է, սպանդել անորմալ, թող անի մարդեր աշխատանքները, հետո եթե սկակ պետք է պրսնի, Մինա, մեր օրենքավ եթե կանա է կանա, ու այդ կանա Ովքեր են կողմ անգելավ Դեն չկա, բատ չկա, երկորոքացի Այս անարության սունիքի մարդիկ կաժան վրաշական սանասուններնով որմասել սանիզու իտարոսանուզեն Պար բաժներ դրական ընկերությանը սամանական ողջու իրավակով սերիվու տաղականանալելու ախանձանություն տալու մասին Համաձայն ուրեմն դարձան կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Դեպքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնությանը ԶՊՄԿ-ՓԲ-ի տրամադրված դեկտեմբերի 9-24 թվականի 9 ամիս ժամկետով ուրեմն նախատեսվում է ուրեմն Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից ընդհանուր 436.10085 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերից որից ուրեմն 67.48 հեկտարը կազմում են խոթարքներ, 323.1285 հեկտարը կազմում են արոտներ և 45.50 հեկտարը կազմում են գյուղատնտեսական այլ հողամասեր։ Ուրեմն 2025 թվականի մարտի 1-ից մինչև ժամկետ լրանում է 2025 թվականի սեպտեմբերի 9-ը ԶՊՄԿ-ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հետազոտական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ուրեմն սահմանելով ամսական 2.726.000 դրամ։ Պես ասեմ, սա նվազագույն շեմն է, որը որելի վարքանու որոշմամբ է սահմանված, քանի որ սենց հաստատում 7 ամիս է լինելու, 7 ամսվա կտրվածքով գումար կազմելու է 19.082.000 դրամ։ Մի քիչ էլ ասեմ, մինչև ամսի 9 է լինելու, սեպտեմբերի 9-ն էլ 800 քանի հազար է լինել, 20 միլիոն կարգի կա։ Դա կադաստրային արժեքի 50%-ի չափով տարեկան նշված է հավաքանու կողմից ամիսների վրա։ Ընդհանուր առմամբ, իրավական։ Սա հետազոտական աշխատանք։ Շատ բոլոր Գյուղը ինչ օգտել, ինչ նամուր է համարել գյուղացան անի բան արվի, գյուղը կոմպետ, ասենք ինչ-որ հնարավոր արվի։ Դերմատը գյուղացական ասմավ շենքը բարեկարգ է, ասենք արարողություն։ Շենքի բարեկարգ ով անցած տարի որտեղ չկա 43 միլիոն։ Չէ, դե հիմա հարց է բարձրանում հաշվի։ Չէ, ես նկատի ունեմ դրանից։ Դերմատը այն չի ճանապարհներն են բարաբանած, ճանապարհները սարքելու։ Դա սարքի, եկել անցած անգամ խոսակ եկել թոնարակում։ Թոնարակում Եկել թոնարակում է սա։ Մեր նոր խոսում ենք իրար հետ դասում, նանկուղ է ժորդ համազանություն տվածաշետ ժորդ համազանություն, Ես ասալ է բոլասում է Բայց սա ինչ է Հեռանկարը հետևյալ Սա հասկանում էլի, որ Քաջարան գյուղը հարուստ կանանցավ գյուղ ոչ մի անգամ։ Տակն էլ այս հատվածը
Սա ես մասին, ես ասեմ, պատակը իրան ենթամենը ավելի սունը, սա օրակման պատակը, գրունտի ամրությունը իմանա, արդյոք ինքը հետքան բավարարում է, որպեսի հետագայում ատվա տեղակողում է։ Սա է։ Դեմ չկա, ձերոպատ չկա։ Չձերը բացասնեմ խոլատին Ասենք որակարգություն ասեմ, Հայաստան Հանրապետության Սենյակի մարզիկաժան հավաքական ներկայացուցիչ թվականի 96 որոշում համարում հավելված նոր խմբագրություն հաստատելու մասին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի 96L որոշման համարույթ հավելված է նոր խմբագրություն հաստատելու մասին։ Ղեկավարվելով տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով, նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով ձեր հավանության է ներկայացնում հաստատելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի 96L որոշման համարույթ հավելված է նոր խմբագրությամբ։ Տեղեկացնեմ ձեզ հարգելի ավականներ, որ նշված որոշման համարույթ հավելված նոր խմբագրությամբ հաստատելու անհրաժեշտությունը կայանում է բխում է նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից, ինչպես որ ներկայացրել է մշտական հանձնաժողովի նիստին։ Հարցեր կան։ Չկան ովքեր են ով դեմ չկա, ձեռնպատ չկա, բայց Մարգարիտա ջան, մենք որակարգություն չներկայացնում ենք։ Հա, հենց սա է։ Հենց սա է։ Հա, ես ասեցի էլի, որ նորմատիվ իրավական ակտերի մասին Եվ վերջին օրակարգ փոփոխություններ կարող լինի, բայց անդամ բարեկարգում հետ կապված կոմունալի սահմանախ բարեկարգում, բայց դա եկողանց ենք անելու, քանի որ գումարային խնդիրները վերջնական հստակ արդեն երկրորդ արդեն խմբի վրա լինի, եկող հավաքանու որակարգություն դրանքնացնել։ Ովքեր են կողմ հագիր հավաքանու։ Չկա, ձեռնպատ չկա, որակարգի վերջին հարցին Հայաստան Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարյան համայնքի հավաքանու 696 ներկայացուցիչ գումարման օրը սահմանելու մասին։ Հարգելի ավականիներ, նախապես հաստատման է ներկայացնում, այսինքն առաջարկությունը ապրիլի 16-17 Ապրիլի 18-ը ուրբաթ է, 17-ը հինգշաբթի, այսինքն մշտական հանձնաժողովի նիստ, ապրիլի 17-ին ավականու նիստը սահմանեք ապրիլի 18-ին ուրբաթ օր, եթե դեմ չեք։ 17-ն է, 16-17։ Ոչ մի խնդիր չեմ տենում, դուք առաջարկեք, մենք ես ապրիլի 18-ին ապրիլի 18-ին ժամը 15-ին